Ինչպես կբացատրեիր, թե ինչ է արհեստական բանականությունը 5 տարեկան երեխայի։ Եթե դու ունես ռոբոտ, որը օժտված լինի արհեստական բանականությամբ, այն կարողանա մարդու պես լսել, տեսնել, հասկանալ եւ կայացնել որոշումներ ու կարող եմ ասել, որ նա մարդուց կլինի ավելի հուսալի ու ավելի արագ։ 2 բառով նկարագրիր արհեստական բանականությամբ համակարգեր մագիստրոսական ծրագիրը։ Արկածային տեխնոլոգիաներ։ Որն է եղել ամենահիշարժան պահը մագիստրատուրայում սովորելիս։ 2024 թվականին մագիստրատուրայի առաջին կուրսում հնարավորություն եմ ունեցել Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում կոնկրետ Իրիդ գիտահետազոտական կենտրոնում աշխատել արհեստական բանականության համակարգերի ներդրման մեջ իմ պրակտիկայի շրջանակներում։ Տարբերվում են արդյոք դասավանդման մեթոդները բակալավրում եւ մագիստրատուրայում։ Դասավանդման մեթոդները նույնն են, միակ բանը որ տարբերվում է, դա այն ժամանակատվածն է, որը մենք տրամադրում ենք առարկաների ուսումնասիրության մեջ։ Օրինակ մենք բակալավրում անցնում ենք 10 առարկա ամեն կիսամյակ, իսկ ներկայումս անցնում ենք 5, որի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ավելի շատ խորանալ մեր մասնագիտությամբ։ ChatGPT թե Gemini։ ChatGPT։ Կոդ գրել երաժշտության ներքո թե լռության մեջ։ Երաժշտության ներքո։ Python թե Java։ Python։ Ստեղծել արհեստական բանականություն թե hack անել արհեստական բանականություն։ Hack անել։ Ինչու խորհուրդ կտայր ընտրել այս մագիստրոսական ծրագիրը։ Սա շատ լավ հնարավորություն է ծանոթանալ ոլորտին, ինչպես նաև մուտք գործել դրանում, իսկ այն մարդկանց, ովքեր արդեն իսկ խորացել են այս ոլորտում, շատ լավ հնարավորություն կլիներ անցնել այս մագիստրոսական ծրագրով, քանի որ մեծ հնարավորություն կա փորձառու գիտնականների եւ դասախոսների միջոցով ունենալ շատ ավելի խորը գիտելիք։